Հայերջան բոլորին բարևներ Դուբայից, այո, վերադառնում ենք Դուբայ, Դավոջան Բայլուս Ոնց ես, եղբայր? Լավ եմ, վերջապես սկսենք հայերեն նկարել Հա, ժողովուրդ, սկսում ենք նկարել, եկավ Դավոն Հայաստան նկարեցինք, հիմա եկել ենք նորից Դուբայ Սեզոնը սկսում է, մենք է սկսում ենք մեր գործունեությունը Դուբայում Այսօր լինելու է շատ հետաքրքիր, սենց կարճոտ վլոգ, առաջի վլոգը մեր վերադարձի մի հատ իրար հետ նշենք, տենանք ինչ կա, չկա, ինչ լավ առաջարկներ կա Դուբայում ինվեստիցիայի համար, հետաքրքիր տներ ձեր համար, ձեր երեխեքի համար, ովքեր գալու են ստե սովորեն Անենց որ ժողովուրդ ջան, նստեք, հարմար մի հատ տենց հավեսով հացմած վեկալեք Սկսում ենք այսօրվա մեր վլոգը, հիմա գտնում ենք Դուբայ Խիլզ թաղամասում, մի հատ մտնենք մեր գործերով, տենանք ինչ կա, չկա, ստե մի հատ հետաքրքիր պատմություն կա, լավ չպատմեմ, հեսա իշնենք ցույց կտամ։ Ժողովուրդ ջան, հələ մի հատ նայեք ինչա կատարվում իմտիազի օֆիսում, էլի, ասում են Դուբայում վատագործերը մարդիկ տներ չեն առնում, հələ ստե հերթը նայեք, մարդիկ կանգնած իրանց տուն են ընտրում, ինչի համար է հերթ, հիմա պատմեմ, դա վարի մոտս, որ իրար հետ ասենք, նայեք, ունենք 7 օր ժամանակ, 7 օրվա մեջ բնակարան եք ընտրում, մուծում եք ընդամենը 20% այդ բնակարանի արժեքի, այն մնացած 80%-ը, ասենք 4 տարի հետո, երբ որ բալայիները ստանաք, պատկերացնում եք ինչ լավ բան է, հիմա գինը ֆիքս եք անում, ասենք այս թվականի գնով, 2026 թվականի, 29 թվին, 30 թվին ստացակ բալայիները, ու վсё տալիս եք մնացած գումարը, ու վсё բնակարանը ձերն է, ու դուք արդեն ունենում եք բնակարան այդ թվականի գնով, պատկերացրեք ինչ մի հատ հետաքրքիր բան է, ու մարդիկ հիմա եկել են ստեղ ու ուզում են իրանց բնակարանները առնեն, սա հերթ են, նայում են ինչ առաջարկներ ունեք, դստե մի հատ նայեք, ժողովուրդ ինչա կատարվում, պրոստը ահավոր է, տենանք կարանք մի երկու բան պետք է, էլի մեզ մեր կլիենտների համար ընտրենք ու ձեզ եմ ցույց տալիս, լստե նայեք, ամբողջ օֆիսում, ամբողջ պրոյեկտների մոտ ինչեր է կատարվում, ժողովուրդ, ամեն տեղ մարդիկ հավաքված են, ըստե գնում է բնակարանի կռիվ, այո, բնակարանի կռիվ է գնում, տենանք, փորձենք հեսա մի երկու բան մեր կլիենտների համար հանենք, որ դուք իմանաք, էլի, անենց որ սպասեք ժողովուրդ ջան, հեսա տենանք Դավոնորա գա, սկսենք պատմել ձեզ, որ դուք էլ իմանաք, ահա որ է, մի հատ սենց բան չէի տեսել, սենց ակցիա է արել իմտիազը, մալադեց, ու մարդիկ էլ օգտագործում են այդ հնարավորությունը, փողը ասենց ազատ, ուրիշ բանի մեջ դրած չլներ նախ վեկալում ենք, լավ, այս ինչ են անում, ահա որ հələ ստեն է, իմտիազը մալադեց, դետ մարդկանց մասին մտածում է ճիշտ ասած, ու համել իրա մասին է մտածում են հենց անում, որ իրա գործերը չկայնի գազա թվե։ Դավ ջան, մի հատ ցույց տանք շոուրումը, ու այս շոուրումի տներից կա, չէ, այդ մեր ակցիայով տները։ Ծրագիրով, որ 20%-ը մուծում ենք սկզբից, 80%-ը մուծում ենք մենակ բալաները ստանալուց, սենց բնակարաններ կան, նա ինչ սյուն է սարքած։ Դա վես թազա շոուրումը։ Հա, թազա շոուրումը, թազա դիզայն է, լրիվ գույքը մեջ է արդեն, դուխովկերն է, պլիտն է, տեսնի։ Էսի են պրոյեկտներից է ամեն ինչը մեջը մտած, ինչ որ տենում են, հա, ժողովուրդը։ Այս հայլին, գինիների դարակար Հələ սպասում եմ սենց ցույց տամ, էլի ոգևորված եմ, դա իրոք լավ բան է, նայեք, ժողովուրդ, էսի դռներն է, նայեք դռների հաստությունը, այն ումնի դոմ, որ ասում են, այդ այս դռները մտակ, ստե իրա հոսանքի բաները, ստե գաստիվոյ տուալետ բաղնիքը, նայեք ինչ սիրուն է, էլի, սենց քարերով, բանով, չէ, ստե բաղնիկ չկա, ստե մենակ տուալետ է հյուրերի համար, բայց էլ ինչ ճաշակով է, էլի, սենց հավեսով սարքում է իմտիազը, դուրս շատ է գալի, այս կոմը կուխնյան է, sorry, ստե միլի տեխնիկա է, ժողովուրդ, նայեք, ստե իրա կուխնյան, դա վես ինչ լավն է, այ թազան ավելի լավն է, ես էլ է մտնելու մեջը, ես իրանց սեղանն է, նայեք, սե տալերկեքը, բաժակները, աթորները, սենց կոժից, հələ պոլերը մռամռից, նայեք ինչ սիրուն է, չեմ կարում անջատեմ կամերան ու սենց մի տեսակ բան եմ, ոգևորված եմ, էլի դաժե կուխնյայի շկաֆեր էլ նայեք, այս ինչ է, այս սենց սիրուն բան են տալի, որ ձեր բաները դնեք ուտելիքները, խարազենի կա, դա, սարնարան կա, մորթով ամեն ինչ է։ Իսկ լվացքի մեքենա լինելու է, դա։
Անցնենք առաջ, նայեք ինչ սիրուն բան են մտածել ժողովուրդ, ստե գինու համար, որ գինի մինի պահեք, ինչ սիրուն պոլոշկեք հա, այստեղ անցնում ենք զալի կողմ, ինքը իր բարձրնել ալնելու մեջը։ Հերմեսի բարձ են տալու։ Հա։ Աֆիգետ։ Գժվել կարելի է ժողովուրդ, ես ինչ անում եմ ցիազի, իրոք մալադեց, sense հավեսով է անում, ամեն ինչը ճաշակով սիրուն։ Ոսկի մենք որպես ագենտ շատ ենք սիրում իմ ցիազին ու հիմա ավելի շատ ենք սիրելու, քանի որ իրոք շատ գժանոց է սարք։ Ես առաջ անգամ եմ տենում այս շոուրումը ու մի հատ sense իրոք դուրս շատ է գալի, Հերմեսի բարձերով, դիվանները, հենց բաները խալին տալիս են, տելևիզորը, հեռուստացույց։ Հեռուստացույց։ Տելևիզորն էլ է մտնում գնի մեջ։ Դա վես պանելներն էլ են անելու։ Օժայով պանելները ամեն ինչ մտնում է գնի մեջ։ Իրոքից շատ ճաշակով է էլի սարքած, այս հայլին հələ այս մեծ հայլին, մի հատ այս զալը մի հատ նորից նայեք, ու sense պանորամնի պատուհաններով, լյուստրան, մի հատ գժանոց բան է, շատ սիրուն է։ Մտնենք սենյակը ցույց տանք։ Մտի, Ես եղել իրանց կոնդիցիոներովանի բանն է։ Здесь умный дом, здесь ամեն ինչ ռեգուլյորովկա անել։ Վարագուրները ամեն ինչ։ Էսի one bedroom-ը։ Հա։ Հələ մի հատ անցնենք ցույց տանք սենյակը։ Այ մտի դու չես եղել։ Ես մտա ժողովուրդ։ Ой, эти спальни, հլստեք, ինքում էլ տեսեք։ Այս կրավաթը իրանց, sense սիրուն դիզայներսկի սարքած, ստելնելու է պատուհան, տումբочкան, խալին, պոլերը։ Որը շիշ կրավաթ անց կպարկեի մի հատ թե։ Չի կարելի դա։ Կարելի է։ Կարելի է, հա։ Հələ մոտ վայել են, էլի, օրա։ Սենց ասում ես։ Որ շատ լավն է։ Մնում ես թե։ Իրոք բոմբա, բրատ։ Իրոքից այնց հավեսով սարկած է, էլի խոսքի նայեք, ամեն ինչի մասին մտածած թե իրանց որ պարկեք միացնեք հեռախոսը Զայրատկի, դա։ Ստե գարդերոբն է, հա։ Ահա։ Այդ սպալնի հետևը մի հատ մեծ գարդերոբն է, գարդերոբնից հետո հելնում ես ու կա։ Это զբաղված է, հա։ Մտել են երկար են, մտել է ասադավ թե կարճոտ եք մտել, ստե էլ է հայլի դրած, նայեք հայլից թե լուսը կարում ես միացնես, թե ես ինչ է, լուս է դա։ Հա, լուսը միացնում ես, տարբեր գույներ է փոխվում։ Այս իրան շկաֆչիկներն է, սենց սիրուն իմ ցիազի։ Աջստե լուսերը, կոժները։ Բոմբա, բոմ։ Էսի խոսքի ձեր կինը ստե իրա, սենց ասած ուգրաշենյաններն է պահելու, ցեպը, ժամացույց, դուխիները, դավո գժանոց է, բրա, շատ ուժեղ են սարքում։ Այս կողմից էլ է շկաֆ, այս կողմից էլ է շկաֆ։ Աստե ձեր կնոջ համար նստի, քսվի կամ դուք ձեզի կվեկալեք, կնստեք, ստեք աշխատեք։ Ասիր որտեղ է այս տունը вообще։ Չէ։ Dubai Island-ա, ծովի ափի։ Ծովի ափի։ Կզիներին։ Որ սենց ապրես ու իշնես մի հատ ծով լողանա, ծովի ափին։ Լանցնենք մի հատ տուալետներ նայեք։ Դա ասենք ընդ որ ես նստեմ իմ գործերը անեմ, չի երևա այս կողմից։ Հա։ Նա ինչ է բակի զուքանա։ Այս դուրը ամփագումա դուշևոյը։ Ամեն փագումա օբշի զուքանի բանիկի դուրը։ Հասկացա։ Դվայնոյ դուրը։ Короче, ամենա современный ստանդարտներով սարքած, նայեք, մտակ ստե, հələ ինչ ստիլնի ռակովինա է դրած, ստե ձեր սապոն, մապոնը, ստե էլի սիրուն հայլի ու ամեն ինչը որակով է։ Որակով ու ճաշակով։ Հələ անցնեմ ցույց տամ ստե ինչա, ստե տուալետ է, նայեք, սենց ոսկե գույն, ստե իրա տումբочкեք ունենք, պատերի որակը մի հատ նայեք։ Արա վերջն է, էլի դա բդուշը, դուշը հեքս ասում բդուշը։ Այս էլ դուշևոյն է, ստե նստելու տեղ, հիմա սարքում են էլի սենց, որ նստեք, ստե դեր շամպույն մամպույնը դնեք, տրապիչսկի դուշ կա, սովորական դուշ կա, էլի սենց ոսկե գույն, սիրահարվեցի, խփնվեցի, գժվեցի ժողովուրդ, իրոք վերջն է։ Դա խիչու չէր բերում ինձ ես։ Չէ՞ գալի Դուբայ որ ցույց տայի։ Եկել եմ։ Այսպես լավ բաներ կա։ Ամեն ինչ սիրուն ճաշակով։ Ինչ է ուզում ասեի, արագի մեջ ժողովուրդ, ով որ նպատակ ունի Դուբայում տուն առնելու, ու մի հատ էլ ակցիա իմ կողմից ասեմ, մինչև սեպտեմբերի վերջ որոշել եմ, ով որ գալիս է տունը առնում, մի հատ թափթազա iPhone, որ գույնը կուզեք, իմ կողմից նվեր եմ տալի ձեզ։ Լավ բան եմ անում դա շատ։ Մարդիկ գալիս են մեզնից առնում են, ես էլ խոսքի իմ կողմից ինչ կարում անում եմ։
Բոմբա, նատիշնենք մարկետը նայենք, հələ Դավոյին ասենք թո պատմի, ինչ գներա Դուբայում։ Ժողովուրդ, իջանք ներքև մարկետի մոտ հազիվ մի հատ տեղ ենք բռնել, որ կայնենք նկարենք, նայեք նորից եմ կրկնում, հիմա առնում եք 2026 թվականի գնով, տալիս եք ընդամենը 20%-ը, ստանում եք բալայները եւ 28 թվի վերջին, 29 թվի սկզբին։ 29 թվի սկզբին, սենց ասենք, ստանում եք ու այդ վաղտվա գներով ունենում եք բնական, հենց մատ պատկերացրեք, ծովի ափին, Dubai Land թաղամասում, ամենազարգացող թաղամասներից մեկում։ Island, Dubai Island, էլի խառնել եմ։ Ես պրոստը տուն ունեմ Dubai Land-ում, դրա համար խառնում եմ դա։ Կղզիները Դուբայ մոլից, Բուրջ Խալիֆայից մի 20 րոպեվա ճանապարհ է, ընդել հիմա նոր մոստեր են գցում ավելի արագանալու։ Դա վես շենքն է, հա։ Այս շենքը նա իր մեծ բասեյներով, լողավազաններով, լիքը հանգստյան տեղ կա, հագած, բացած, շատ հավես մեր շենքը, իր ջիմով, ամեն ինչով։ Դա վեսի առաջի լինիա է լինելու։ Չէ, առաջի լինիա չի, ծովի մոտ անելու, Մարինայի մոտ։ Գոտով կարելի է հասնել ծով։ Իջև հա, մի 3 րոպեվա ճանապարհ է։ Բոմբա, ժողովուրդ 3 լավ, ասենց ասենք 5 րոպեով հասնեք ծով, պատկերացրեք։ Ու իրոք ընդեի ծովը մի հատ գժանոց է, Starbucks կա, կաֆեներ են բացում, ինքը ունի իր մարինա, որտեղ իր յախտաներն են, Դուբայ մարինայի պես մարինա է, ու տենց իջնում եք, քայլում եք, էլի, կարոջը ընդդեղել ենք, դաժ նկարել ենք վիճակը։ Հա, հələ մի հատ դա վեսկոմ ուզում եմ ցույց տամ, նա ինչ սիրուն տեղ է, էլի խոսքի։ Վաու, էսի կարա դառնա ինչ-որ մեկի բալկոնը։ Էսի 2 արկանի 4 սենյականոց բնակարան են, $2 միլիոն մի քիչ ավել են, սենց էլ կա վաճառվում։ Դա վարժի ինքը, հասկանում ես, ինքը իր գինը արժին չի համար, կամ որ 2 հարգանի տուն եք ունենում Դուբայում ծովի ափին, այս թվականի գներով, ու ձեր փողը աճում է, էլի։ Բայց այն տունը, որ մենք ցույց տվինք, точно դրա նման տուն $580,000 է։ Այն որ հենց նոր ցույց տվին $580,000, իր զալով, տեխնիկայով, Hermes-ի բարձելով։ Տեսակ ամեն ինչ գնի մեջ մտնում է։ Հիմա տալիս եք դրա 20%-ը, երբ որ շենքը պատրաստ է, տալիս եք մնացած փողը։ Որ շատ լավ առաջարկ է, մտածեք, հələ մի հատ այս տունը ինձ շատ դուր եկավ, էլի։ Իրոք արժի ինքը, հելնում նստում եք ստեղ, այս կոմից տեսք ունեք դեպի բասեին, խորոված անելու տեղ անպայման, դե որ չլներ հայերին հաստատ չէինք առաջարկելու դա։ Կարոջի, իսկ 2 bedroom-ները դա ինչ գներ են, մի հատ նայենք ասենք մարդիկ իմանան, քանի որ այս իր պարկինգները ունենում եք, անպայման ժողովուրդ, Emirates ID-ին, Zalato են, Gold, որ ասում են, ստանում եք անպայման, անհնար է չստանաք։ Հələ մի հատ նորից sense հայատները ձեզ ցույց տամ, ինչ հայատներում եք ապրելու, էլի պրոստը, էլի ֆիթնեսը, էսի խոսքի coworking zone-ը, coworking zone-ը, coworking zone-ի տակ, բիլիարդ խաղալու տեղ կա, ներևում հա, ըստ երեխեքի խաղալու տեղերը։ Ու գնաց, sense Էսի սենց ձեր հայատներն է, սենց ասած, մանգալու տեղերը իր ծառերով բան, ու տակը գնում է պարկինգը։ Դավո ջան, 2 bedroom-ի գները $900,000։ $900,000։ Ավել մի 35 քառակուսի մետր ավել, արդեն $900,000, բայց էլի ծովի համար շատ լավ գինը։ Նայեք, $900,000-ը 20% անում է $180,000։ Ժողովուրդ $180,000 հիմա տալիս եք, այն մնացածը 29 թվականի սկիզբը։ Դավիս, եթե մարդիկ ուզենան մինչև 29 թիվը, կամաց խոսքի $100,000 առնում ուղարկի են ասել, Դավ ջան, էսի տար փագի։ Կարելի է։ Ինչ ասեմ, համարներս թե դուրս է գալի, եկեք մի հատ թույն ինվեստիցիա արեք, փող աշխատեք, համել չուզենաք ստե ապրեք, բեյսամ լավ գներով ստե տալու եք վարձով, ծովի մոտ, հենց ասած սեզոնին ինքը գմփսնելու է, 5 աստղանի հյուրանոցներ ընդեղ կան, պլաժները մած սիրունություն, էլի, գժանոցա, տեսել եք, սաղը թե գիտեք, գնացել ցույց ենք տվել։ Եթե չեք տեսեք, գրեք մեզ, ասեք հələ մի հատ թաղամասին վիդեո ուղարկեմ նայեք, գնացինք մենք դալ շդա։ Այսքանով գիտեք, всё, հա, պրծավ գնաց, էլ ուրիշ բան չկա, հետաքրքիր, իհարկե կա, այս տների հետ կապված սկիթ կա, դավո։ 5% ձեր չեն տալիս հիմա, այն մարդկանց, ով այս շաբաթ գնի, սենց բնակարան, սենց պայմաններով։ Դրա համար են լծվեց, հետևը նայեք, ժողովուրդ չեմ կարա ցույց տամ, նայեք շեյխեր, մեյխեր եկել են ստե, առնում են լավ բան, բա գիտեք խի է մեկ է։ Երևանից վայես կգայի, դա սենց լավ բան չլե։ Են էլ ամառ է շոկին։ Դա, Может, հայերեն խոսաս, ախպերս։ Դավ ջան, սովածած հակավա մի հատ։
Մի բան ուտենք իրար հետ։ Արի ախպերս, կակրած հայկական ռեստորան եմ բերեք ես։ Գնացինք։ Գնաց։ Իրոք հայկական է։ Իրոք հայկականը ամեն Նայրի է։ Նայրի Դուբայում գնացինք տենանք էդ ի՞նչ տեղը։ Տենանք ինչ ռեստորան է, ժողովուրդ, շատ հետաքրքիր է, Դուբայում հայկական ռեստորան, անունը Նայրի, հենա գրած է, էլի Նայրի Armenian։ Ժողովուրդ, մտանք, ինքը սենց փուճուր ռեստորան է, բայց իրոք հայկական ստիլի մեջ սարքած, դաժե սփռոցն է հայկական տառերով, ստե Հայաստանի քարտեզն է, մեր տարազներով աղջիկներն են, նկարները հայկական տարբեր։ Հետաքրքիր է, էլի, ու կուխնյան բաց է, ստեղ նստել ենք դավոյից, սպասում ենք մեր ուտելիքներին, արդեն պատվերը կատարել ենք։ Գնանք ոնց կլինի։ Մեր ուտելիքները արդեն կամաց բերում են, եկեք ցույց տամ ինչ ենք զարգացնվել, ժողովուրդ, նայեք, Դուբայում հայկական ղավուրմա են սարքում, այս սենց հավեսով տալիս են սոխով կանաչիով, էսի աջեբ սանդալ սալատնա, էսի ինչ է։ Ավելուկով սալատ, ժողովուրդ, գնացինք ուտելու, բայց հենց ստե նայեք, լավաշը դե Դուբայում գիտեք ինչ արժեք ունի, ստեկ է էլի էդի։ Լավո ջան, խփի թողեց։ Ուրա, այս մի հատ ղավուրմ են վեկալ ենք, փորձենք տնանք լավ են սարքում, թե չէ, այսպես մեծ կտորներ է։ Գները վերջում կպատնեմ անպայման։ Նայեք ինչ եմ անում, լավաշը վեկալել եմ, ղավուրմ եմ փռել եմ, այս սոխը սենց վերցում ենք, դնում ենք ստե, այս սենց հավեսով, կանաչի ենք ավելացնում ու գնաց, չէ, փաթաթում ենք այս ամեն ինչը լավաշի մեջ։ Ու ասում ենք բարի ախորժակ բոլորին, տենանք համովա թե չէ։ Դավո լավն է։ Իրոքից լավ ղավուրմ է։ Այն յուղով տնական են, յուղի հոտով։ Ոնց է աջեբ սանդալը։ Լավն է։ Բարի ախորժակ դա։ Մերսի։ Թե իրոքից Արժանիա, դաժե այս միսը մի հատ այսպես նայեք յուղով այս կտրվածքը կարմերոտ մալադեց այս մտածում էի որ կարող է ինչ-որ մի բան նես չլնի թե հավեսով են իրոք են համերով սարկածա նայեք սոխով եկանենք շատ լավն է ասենց ղավուրմի հետ մի շիշ արաղը բապշեմ բայց դե չկա ստե կաֆեներում արախ։ Կա կարակառնեք Դուբայում խանութներ կան հատուկ, բայց կաֆեներում արախ ալկոգոլ չի կարելի։ Ըստ է տենց է։ Էս ինչ են բերել ժողովուրդ, հենց նայեք, էսի հայկական ավանդական սպասն է։ Հեսա մի հատ գտալը տան, մի հատ ցույց տամ տնամ ոնց է սարքած։ Եկեք գնացինք։ Դա ջան, ինքն է։ Ու սենց ասած բան է, շատ ջրիկ չի։ Այսա կփորձեմ կասեմ լավն է թե չէ։ Ժողովուրդ ջան, եկեք դե մի հատ սպասը փորձենք, լավաշը բոմբ էր, իրոք հայկական լավաշա, ղավուրմ են վերջներ, ավելուկով սալատ հեսա կփորձենք, բայց մի հատ այս սպասը գիտեք ինչ մնա դուրս գալի, որ բերում են սենց հավեսով տակել է, որ երման են, որ լեզուդ վառում այդ կարգի սիրում եմ այդ սուպ որ բերում են։ Դա որ մի հատ նորից ցույց տուր մոտիկից, այն իրոք մեր ձևերով տնական հավեսով սարքած է, սև հացով։ Անդիրա իրոք են թթվաշ սպասն արդեն փորձել եմ մինչև նկարել է շատ համովար սպասի սիրահարներ համեցեք ստե վաբշե գովազդի պահ չկա ոչ ճանաչում ենք տերերին ոչ ճանաչում ենք կովորներին ոչ օֆիցիանտներին պրոստը ասենք մի հատ հայկական հավեսով հաց ուտենք ինչը որ փորձում եմ համովար հա մենյուն փուճուր է չկա այն պամիդորով ձված է տարբեր հայկական բլյուդներ չկա, բայց ինչը որ կա, ինչը որ հիմա փորձում ենք համովա, դավոնը հեսա խորոված է զակաստվե անտիր սպասա, իրոք համեցեք, անուշարեք հլա դավոյի բլյուդը նայեք, խորոված, ես ինչ մի կտորներ է, դա մատ կաս թեք ես ես կոմ կամերայի ինչի խորոված է դա? Տավարի հլը մատ անուշարա Հատ ճիշտը կասես, ձիքա թե չէ, ինձ շատ հետաքրքիր է, էլի Քանի որ կտորները նայեք իշ մեծ են ու սենց տալիս են բանով, կանաչիով, հավեսով, սոխով, լավաշը տակը դրած Գնաց դավո Որ պապուկ եղավ ուրեմն Պապկա Իրոքի Լավն է դա Կար Բարի ախորժակ Ապես Ուզում եմ մի հատ փորձեմ
Դա մի հատ փուճուրի կտոր էլի, մի հատ կտրի, մի հատ փորձենք կամերայի առջև։ Կարելի է։ Անա, сейчас իմ դանակով է կտրի։ Չէ, մի հատ փուճուր կտոր, իրոք չեմ ուզում։ Այդ էս մի հատ փուճուր կտրի, ճիշտ դեգուստացիայի համար։ Այդ ինձ հակառակ ձեռով է տաս։ Ջան, այ տապ գնացինք։ Ժողովուրդ հələ սոչնի ուտո։ Ой, фиг папука. Խոզի միսել։ Ո՞վ այդ խոզի խորովը կլինի։ Դժես։ Մալալե ժողովուրդ, մալալես, նայու, եթե նայում եք ստեյջ, շատ համով հաց եք տալի, իրոք է։ Ծավալի խորովածը սենց սոշնի։ Լավն է։ Շատ համով է։ Ես սպասը կերա քրդնա ժողովուրդ։ Çox խաշուտ էի։ Փորձենք այս ավելուկով սալատը։ Ես ոնց հասկանում եմ ինքը ժարի տարածա։ Վրայից էլ բան է, էլի այդ պոպոկա լցրեց։ Փորձենք ու նուր կա։ Համով է։ Հա, ինքը ճիշտ է, ժարի տարածա։ Ոչ մի սենց արաբական սպեցի, այն որ չեք սիրում։ Ես սիրում եմ, բայց եսի իրոք են Հայաստանի համն է ժողովուրդ։ Իրոք ինքն է, այն հայկական ավելուկն է, մատ անտիրություն է։ Իրոք լավն է դա։ Ինչ կերանք ամեն ինչը շատ համով էր։ Ես սալատից զակաստրեք։ Ավելուկի սիրահարներ շատ կան, գիտեմ։ Ոբշեմ ամեն ինչը համով էր, խորհուրդ եմ տալի։ Հեսա գներն է կբերեն հաշիվը կպատմեմ ինչ արժի, որ իմանաք։ Ժողովուրդ ջան, կերանք 349 դիրխամ, $100։ Հայաստանում իհարկե $100-ից մի քիչ, Հայաստանում այս նույն բանը կուտեինք մի $50, բայց դե չի Դուբայն է, պատկերացրեք, լավաշ են բերում մարդիկ։ Ну, в общем, Դուբայի համար ընտիր կերանք կարելի էր այս ամեն ինչը մի 4 հոգով իրոքից ուտել։ Դաժե միջև էս չկերանք։ Դա միջև էս չկերանք, խորովածն էլ դա ոնց չկերավ, իրոք շատ մեծ, սենց ասած, պորցիաներ էր։ Գնացինք, տենանք ինչ ենք էլի նայելու։ Դավ ջան, այսօր եկանք։ Եկել ենք Էմար։ Էմարը պետական կառուցապատող է։ Էմարը ես լիչնախ եմ սիրում, որովհետև Էմարը երբ որ սարքում է, մի-միան շենք չի սարքում, իրանք սարքում են միանգամից մեծ թաղամասեր, ոնց որ այս դաունտաունը, ոնց որ Dubai Hills-ը, Greek Harbor-ը սարքելուց միանգամից լրիվ ինֆրաստրուկտուրայով, տարգովի ցենտրներով, հիվանդանոցներով, մանկապարտեզ, դպրոց, ամեն ինչ մեջ կա, իր պարկերով, ամեն ինչով։ Դա է իրանց օֆիսն է, հա։ Հա, իրանց կենտրոնային օֆիսն է։ Հենա Բուրջ Խալիֆան էլ հետևը, Dubai Mall-ը այս կողմից։ Լցույց տամ ժողովրդին հենա Բուրջ Խալիֆան է, գտնում ենք հիմա դաունթաունում։ Գնանք մի հատ MR-ի օֆիս, հետաքրքիր պրոյեկտ կա, Greek Harbor-ում է գտնվում։ Այստեղ 3 չառաջորը մի հատ լավ բնակարան ծախեցինք մեր հաճախորդին։ Ուզում ենք ձեզ էլ ցույց տանք ու պատմենք գների մասին, գնացինք Դավիթ ջան։ Արի։ Այք ինչ սիրուն օֆիս, այստեղ մտնում եք, սենց խոլ է, մարդիկ նստում ստեղ կոֆե են խմում, սոկ մոկ են խմում, հանգստանում են։ Դա մի հատ մակետը կա ցույց տանք։ Կարանք ցույց տանք։ Դուբայի մակետը, կենտրոնի, չէ։ Էսի կենտրոնի մակետն է, հա։ Այս սաղ շենքերը որ տենում է, կենտրոնում Էմարն է սարքել Dubai Mall-ի հետ միասին։ Էս է Dubai Mall-ը։ Հա։ Address Skyview, այս ամենա ճանաչվող շենքերն է Բուրջ Խալիֆան, սաղ իրանք են սարքել։ Շատ սիրուն է, չէ՞ մակետները։ Իրանք էլի սենց մեծ վիլավի Community են սարքել։ Community են սարքում, հա, վիլաներով, townhouse-ներով։ Էսի սաղ սենց վիլեք, հա։ Սաղ վիլեք է ու townhouse-ներ ու մեջտեղն է պոլոյի տեղ է։ Դա մոտ ինչ գներ է դոլարով։ Ինչի։ Վիլաները։ Վիլաները մոտ մի $3 միլիոն են սկսում։ Էդի մեծ Լավ մեծ վիլաները, հա, եթե 5-6 սենյականոց 3 միլիոն է սկսում։ Բայց մենք այսօր եկել ենք Էմար վիլաների բաղով չէ, որովհետև վիլա թազա չկա, կա մի հատ շատ ընտիր պրոյեկտ, որը գտնվելու է ամենամեծ մոլում, Dubai Mall-ից 2.5 անգամ մեծ ալնելու,
Այդ էլի նորությունն է, ժողովուրդ պատկերացնում եք Դուբայ մոլը, որ ասում են աշխարհի ամենամեծ բանը, առևտրի կենտրոնը։ Հիմա դառնալու է այդ ամենամեծ առևտրի կենտրոնը Creek Harbor-ում, ամենաբարձր շենքն էլ է լինելու Creek Harbor-ում ու կոչվելու է ոնց դա։ Creek Tower շենքն է կոչվելու, Dubai Square Mall կոչվել է մոլը։ Հեսա ցույց տամ, լավ կամերան թեքեն, որ մի հատ լավ նայեք, ժողովուրդ իրոք հետաքրքիր բան է, պատկերացնում եք, աշխարհի ամենամեծ տարգովի ցենտրը տեղափոխվելու է Creek Harbor-ում է լինելու։ Всё, թեքում եմ որ նայենք։ Դե ցույց տուր, դա։ Նայ վրեժան։ Ուրեմն էսի Creek Harbor-ն է, որը համարելու են երկրորդ downtown-ը, դաժե որ ուշադրություն դարձնես, այս հիմիկվա downtown-ի նման են սարքում։ Ստեղ ելնելու այսի սա, որ շենքի տակը մոլ ալնելու։ Dubai Square Mall ամենատեխնոլոգիչնի, ամենասավրեմեննի ու ամենամեծ աշխարհի մոլն է։ Այս շենքը Dubai Burj Khalifa-ից բարձր ալնելու Creek Tower-ը կոչվում։ Հələ որ պատրաստ չի, բայց վերջացնելու եմ։ Դա կարելի է ասել, որ էսի կարող դառնա կենտրոնը, դա Դուբայ։ Էսի տենց էլ իմ ասում են, որ երկրորդ կենտրոնն ալնելու ու մետրո ալնելու։ Նայ, մետրոյի գիծը տենում ես։ Իմенно այս կան գառնել Kniga Record of Guinness-ը մտել, որովհետև ամենամեծ ստանցիան աշխարհի 74 մետր է։ Իրոք մտել է Guinness-ի գրքի մեջ։ Հələ պատրաստ չի, բայց ելնելու է։ Նայ որ մի հատ произведение искусства է։ Ու խենք մենք ստեղ եկել առաջի շենքն է, որը որ սկսել են վաճառել հենց մոլի կողքը։ Այն սևերն է ժողովուրդ։ Հա, այն երկու սևի աչինը Վալիա է ունի։ Անո Վալիա առաջի շենքն է, որ հենց ոտքի ճանապարհով է դեպի մոլ, մի երկու րոպե են, մի հատ փոքր ճանապարհ անցնում ես, մտնում ես մոլ։ Հեսա չէ մոլը, այս է մոլը, այն էլ շենքն է, նայեք, մատս դրել են վրեկները։ Այս էլ այդ մեծ մոլն է, ու դաժե այդ բան էս ինչ անունը Creek Tower-ին է մոտիկ։ Հա, ամեն ինչն մոտիկ է։ Մետրոն էլ որ ցած բռնես, հենց մոլի մեջով Դաժե դուրս չես ելնում, մի անգամից sense գնում ես։ Դա իսկայել է բնականներ ընտրել, որ նայի այդ Creek Tower-ին, այդ բաշնյային։ Իհարկե։ Երկու սիրանկանոցները ուգլներին են ելնելու, մի սիրանկանոցները մեջտեղը, երեք սիրանկանոցները այն կողմը մեջտեղը։ Հələ մի հատ գիտես ինչ եմ ուզում ցույց տամ, էսի Creek-ի մակետն է, չէ՞, ամբողջ թաղամասի, ինքը ջրի մոտ է դա։ Ջրի մոտ է, հա, այն կողմը արդեն կղզային կողմը լրիվ պատրաստ է։ Հələ մի հատ ցույց տանք, նայեք, այս կղզին արդեն պատրաստ է, այսի։ Էսի ջրի մոտ իր մարինայով տենում եք մարինան հեսա, էսի իր մարինայով ամեն ինչ էս թաղամասը արդեն պատրաստ է ու մարդիկ ստեղ արդեն ապրում են։ Այս կողմը ոնց ասի արդեն պատրաստ է ու սրա հետևն է պատրաստ։ Հիմա սկսել են էսի սարքել ու առաջի շենքը իրոք որ մոլի մոտ է, հիմա նոր սկսել են վաճառել։ Ինչ եմ խորհուրդ տալիս հիմա մտնել, որովհետև ամեն մյուս շենքը ավելի թանկ է վաճառում։ Դրա համար ով հիմա մտնի այս պրոյեկտի մեջ հաստատ արդեն շահել է պատրաստ ալնելու 30 թվի վերջին, то есть պատկերացնում եք, որ ձեր ռասոճկեն երկարանում է 4 տարի 3 ամսով։ То есть խոթի գները մոտ մի $550,000-ից է սկսում մի սիանկանոցում, բայց դուք եթե երկար եք մուծում, իտոգում ստանում եք շատ լավ ակտիվ պրոդուկտ։ Իսկ պայմանները ինչ ձև է, դա քանի տոկոսն է տալի։ 20% կանխավճար է, հետո 60%-ը վճարում ես մինչև սարքվում է, 10% կես տարին մեկ։ Ու վերջում երբ որ արդեն շենքը պատրաստ է, վերջի 20%-ը վճարում եք ու ստանում եք այսպես ընտիր բնակարան։ Քել մի հատ մոտիկանանք մակետին, այնտեղ մակետ կա, հենց իմինն է այս շենքերի։ Ու նայեք, ոնց ասում էի, MR եթե սարքում է, միանգամից սաղ թաղամաս սարքում է, նայեք ինչքան շենք է։ Սաղ շենքերը MR-ին է։ Մի հատ ուրիշ կառուցապատող չկա։ Այս սաղ թաղամասում մենակ MR-ն է դա։ Ու լնելու է մի 10 հատ դպրոց, մի 15 հատ մանկապարտեզ, հիվանդանոց, մոտ, ամեն ինչ լրիվ ինֆրաստրուկտուրան ելնելու է արդեն այս թաղամասում։ Էսա նայեք, այս երկու շենքն է, իրանք ունեն իրանց առանձին մակետները, այս երկու շենքը, ու մենք ձեզ առաջարկում ենք այստեղ բնակարան։ Այսինքն շենքը ստանդարտնի կլասիկի MR-ի շենքն է, իր բոլոր հարմարություններով, լողավազանով, падելկորտով, sense բիսեդկեքով, կանաչ տեղերով, детский площадкով, սպորտզալով, կավորքինգ, ամեն ինչ մեջ կա, ինչ որ պետք է նորմալ կոմֆորտն ապրելու համար։ Ես էլ եմ MR-ի շենքում ապրում, դրա համար շատ եմ սիրում այս կառուցապատողին, որովհետև շատ ճաշակով են սարքում, շատ որակով ու շատ լավ տեղեր են։ Իրոք շատ սիրուն, այլ մի հատ ուշադրություն դարձրեք, իրանց տարածքները ինչ լավն է լինելու, շենքերի որակը,
Սիրուն է, էլի, MR-ը մինիմալիզմը, սիրուն է։ Կողքից էլ պարկ ալնելու փոքր, էլի շատ լավ է, որ շենքի մոտ պարկա, շենք կպած չի էլի։ Եկել գիտեք ինչն է լավ, ժողովուրդ ջան, այն օրը մեր կլիենտներից մեկը ստեղ էր ու ինքն էլ ասեց, մենք իր հետ համաձայն ենք, մեր մտքերի ինքը ոնց որ մեր կլիենտը ասեց։ Ինչ ասեց։ Հիմա ինչի համար RG այս պրոյեկտում մտնելու։ Բացվելու է աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը ու ամենաերկար բաշտյան, ռեկորդը խփելու, պատկերացնում եք։ Մետրոն մտածա Գինեսի գրքի մեջ ու հիմա ստեղ տուն առնելը իրոք շատ ուժեղ ինվեստիցիա է, հետագայում ձեր փողերը ֆիքս անելու համար, ինքը աճելու համար, վարձով տալու համար, ապրելու համար, չասեմ ժողովուրդ, կրիկը գիտեք, ինչքան են սիրում հայրը, вообще շատ են սիրում կրիկը, ճիշտն ասած։ Հայրն է ռուսներն։ Ինքը շատ է ցիվիլ, մաքուր, սիրում կաֆեներով, հայկական կաֆեներ, ռուսական կաֆեներ, վրացական, в общем, ընտիր տեղա ու ընտիր առաջարկա։ Մտածեք, զանգեք, գրեք։ Դավ ջան, դու ավելացնելու բան ունես։ Ուզում եմ հիշեցնել, որ բնական առնելուց դուք ստանում եք ավտոյի տեղ, պարկովկա, подземный паркингում, ստանում եք ռեմոնտ արած բնակարան, կուխնյայով, գույքով, զուգարան, բաղնիկ, ամեն ինչ պատրաստ է, պատերը ներկած, պոլը գցած, մնում է մենակ դիվան, կրավատ, հաթուր սեղան առնեք, այն մեբելը, որը շարժում է, էդի առնում եք, մտնում ապրում եք, всё։ Կամ էլ եթե ուզում եք վարձով տակ է տունը, էլի շատ հեշտ է այդ ամեն ինչը կազմակերպել ստեղ, կամ էլ մարդկա դատարկ տունը հանձնում ու արդեն վարձակալողը մտնում է իր մեբելով ու ապրում է։ Դա Հայաստանից մարդիկ, որ ուզում են առնեն, ինչ ձևով են կարում վճարեն։ Լյուբոյ ձևերով, բանկով, քեշով, ոնց ուզում են կարող վճարեն, մենք ամեն ինչով օգնում ենք։ Ամերիկայից նույն ձև, Եվրոպայից նույն ձև, Ռուսաստանից էլ մենակ ամեն ինչով բացի բանկովսկի переводы։ Swift փոխանցումները հիմա Ռուսաստանում չի աշխատում, բայց մենք օգնում ենք ժողովուրդ, ցենց ասած 10 վայրկյանում ձեր փողերը հասնում է Դուբայ ու հենց հասավ, հենց այդ օրվանից դառնում է մարդը սեփականատեր։ Հա, այո։ Զանգեք գրեք, ամեն ինչով կօգնենք։ Ուր եկանք Շոբա, Heartland, Շոբայի գրասենյակ։ Դավիթը մեզ ուզում է ցույց տա, թե ինչ է սարքվելու Աբու Դաբիում։ Շոբայում, Աբու Դաբիում շոբան մի հատ մեծ կոմյունիտի է սարքում վիլաներով, տաունհաուսներով, բնակարաններով ու շատ լավ տեղ է գտնվում Disneyland-ի մոտ, Սաղաթել գիտեք երևի, որ շուտով Disneyland-ն պատրաստելու Աբու Դաբիում ու այն լրիվ են հավես տեղերը SeaWorld, Ferrari Park, իրա կողքն առնելու, դրա համար ուզում եմ ցույց տամ ձեր ու շատ լավ գներ են։ Դա վարժի Աբու Դաբիում փողներ դնել։ Արժի է, որովհետև այնտեղ շատ ավոր զարգանում է, լրիվ են մեծ մուզեյները, ռազմիկացիլի թեմաները, համարյա սաղ Աբու Դաբիում է հիմա սարքում։ Գնանք նայենք։ Գիտեմ շատերը հետաքրքրվել են, հարցրել են մեզ, ինչ կարանք առնենք Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Այս անգամ մենք ձեզ ցույց կտանք ինչ է սարքվելու հենց ծովի ափին, Յաս կղզում, ասենց անցնենք մի հատ աժոտաժան հետևը տեսեք, էլի այսօր շաբաթ օր է, եկել ենք ու հələ տեսեք ինչ է կատարվում։ Մարդիկ հետաքրքրված են այս պրոյեկտում ու ինչքան գիտեմ, ըստեղ ծովի ափին եղել է շատ տաունհաուսներ, որը միանգամից առել են, ճիշտ եմ ասում դա։ Դա մի օրում սա ծախվա, 3 հատ շենքել արդեն էլի երկու օրվա ընթացքում այս շենքերը դրել են վաճառին, հիմա սկսելու են վաճառել կամ այս 3-ը, կամ էլ այս 3-ը, այս կոմը։ Հələ չեն ասում ժողովուրդ, որն է սկսելու ծախվել, մի հատ նայեք, էլի, այսի սենց այդ Յաս կղզին է ու այս սենց մի հատ հսկայական թաղամաս է լինելու, այստեղից նայեք, այս սենց ծովի ափին շոբան կառուցում է, այստեղ իր մարինան ունի, նայեք ինչ սիրուն հետաքրքիր տեղեր են, այսի իր մակետն ամբողջությամբ, բայց տները, որ ասում են բնակարաններ, այստեղ սենց շենքեր է լինելու, էլի, իրար նման շենքեր են, չէ՞ դա։ Հա, իրար նման շատ սիրուն շենքեր են, իրանց լողավազանով ստեղել լնելու է մեծ լագունաներ, ոնց որ Greek Harbor-ում։ Պլաժ էլի կարելի ծովի ասել։ տեսարան, հաստե պլաժ չկա, բայց ծովի տեսարան կա, որովհետև կանալ է այնտեղ։ Այս թաղամասում լինելու է մի քանի հատ международный դպրոց, վիլլաներ, գոլֆի դաշտեր, տաունհաուսներ, ու շատ մեծ առելի master community առնելու շոբայի, շոբանը սարսը գիտեք, որ շատ որակով են սարքում, երևի
իրանցից լավ ոչ մեկ չի սարքում։ Իմենը որակի բաղով մենք դաժե գնացին նայել ենք հիշում ես։ Հա, իրոք շոբան, սենց ասած բոլորն է գիտեն գախնիկ չի, ինքը եթե սենց ասած որակյալ կառուցապատում, ուրեմն էդի շոբան է, էդի սաղ գիտեն գախնիկ չի, դրա համար մենք շոբան սիրում ենք, առաջարկում ենք ու սենց ասած Աբու Դաբիում իրոք Disneyland-ի կողքն է լինելու, հա դա։ Հա, Disneyland, Ferrari World, Sea World, Սաղ այդ հետաքրքիր տեղերը կողք անելու, հա, Yas Mall-ի մոտ։ Սա իրար կողք անելու, դաժե սա կողքն էլ Օխանան է Մանչեսթեր բան էին սարքում։ Հասկացաք, չէ, սենց շատ բարձրահարկ չեն, էտել է էլի շատ։ Ինքը սենց ասած լիքը մարդիկ չեն լելու ձեր կողքը, հսկայական տներ չի, սենց սպուչուրիկ սիրուն տներ է, որտեղ դուք գալու եք ապրեք կամ տակ վարձով, քանի որ իրոք տեղը էլի սենց ասած բանա Disneyland, ով գնալու Աբու Դաբի, հաստատ իմացեք ձեզնից է վարձով վերցնելու, օրավարձով ընտիր կաշխատի կամպանիաների հետ կոնտրակտ եք կապում ու տալիս եք վարձով։ Նայ, ինչ սիրուն մոստեր է գալի ջրի վրով անցնում, այսի սենց իր այդ թաղամասն է, հետևներն էլ գալիս են վիլաներ, ով որ չի ուզում ստե, ասենք վիլա է ուզում, Աբու Դաբիում խիչ ունենան վիլա, հանգիստ ապրեմ, Աբու Դաբին Դուբայից հանգիստ է, էլի սենց ասած, Դուբայը որպես սենց տուրիստական գործ կյանք, իսկ Աբու Դաբին սենց հանգիստ, սիրուն փողոցներ, մայրաքաղաքն է, ինչ ասեմ, նայեք, այսպես վիլովի community են սարքել, ուստի կարանք ձեզ ընտրենք վիլա, ինչ գներ է դա վիլեքը։ Վիլեքը սկսում է $2.5 միլիոն դոլարից։ 2.5 Հա։ Բնակարաններն սկսում են $380,000-ից, դա մի սենյականոց բնակարանն է, 2 սենյականոցը սկսում է մոտ մի $650,000-ից ու լավ էլ չափսեր ունի 100 քառակուսի մետր։ Հա, ինքը շատ հետաքրքիր տեղ է, Աբու Դաբին է շատ, ասենց ասած, լավ բաներ քիչ է ունենում ու շուտ տանում է։ Եղավ Ալդարը, հիշում ես, շուտ տարան լավ բնակարանները, այս Մանչեսթերը вообще մի օրում ծախեցին, շոբան էլ է, չէ՞, էս, նու, ասեցիր արդեն։ Շատ արագ եմ վաճառում, համ էլ ինչն է լավը, ստե այդ հարկը 4% չի, 2% Աբու Դաբիում, երկու անգամ ավելի քիչ, քան թե Դուբայում, հա։ Ու իրանց payment plանը ստանդարտը 60-40 է, բայց մենք ստեղ լավ ծանոթություններ ունենք, լավ ատնաշենի են ցույց տալիս մեզ ու կարանք փոխենք։ Եթե մարդուն ավելի հարմար է սկզբից քիչ տա, վերջում ավելի շատ, կարանք փոխենք։ Իրանք շատ flexible են։ Կարոջը սիրում են էլի համագործակցել կլիենտների հետ, հետաքրքիր պատմություն է ժողովուրդ, նայեք, եթե Աբու Դաբին ձեզ հետաքրքիր է, զանգեք, մեծ հաճույքով կօգնենք լավ ձևերով ձեր համար, ասենց ասած մենք մեր կլիենտի համար շատ ենք էլի պայքարում լավ ձևերով որ վերցնեն, եկեք ձեզ լավ բնակարաններ առնենք, լավ վիլա առնենք, Աբու Դաբի գիտեմ, իրոք հայերը շատ են սիրում Աբու Դաբին, այս վերջերս էլ ինքը սկսել է իրան ցույց տալ, էլի ինչ sense ասած մեծ բաներ են սարքում, օրինակ Ferrari park-ը, Disneyland-ը ընտրում են Աբու Դաբի, ոնց որ ուզում են այդ կողմը զարգացնեն, քանի որ ինքը սիրուն է։ Ու յազներ ոնց որ Մալդիվի պես պլաժներ լինեն։ Դե ծովը դաժե ծովի ջրի գույնը մի քանի անգամ ավելի լավն է, քան Դուբայի։ Ես դաժե եթե ժամանակ ալնում, գնում եմ Աբու Դաբի, ծով Քանթե Դուբայ։ Արի քայլենք լավ դուրս գանք, մեկ էլ գիտես քեզ ինչ էի ուզում հարցնեի։ Բանը, հիմա որ ստե մարդիկ առան։ Դուբայում որ առնում են, դառնում են Էմիրությունների ռեզիդենտ։ Հա։ Իսկ ընդ դառնում են Աբու Դաբի ռեզիդենտ։ Չէ, դի էս երկրի ռեզիդենտ ես դառնում Արաբսկի Էմիրատների։ Տարբերություն չկա, այնտեղ էլ են անում, ոսկի վիզա ստեղ էլ են անում։ Տարբերությունը այն դրանում է, որ Աբու Դաբիում պետք է մուծես 2 միլիոնից ավել նոր ստանաս։ Իսկ Դուբայում կարաս առնես, հələ չմուծած 2 միլիոն դիրհամ արդեն ստանաս։ Բայց որ իտոգում ինքը փագեց այդ տունը, կարաս ստանաս։ Սենց բաներ ժողովուրդ ջան, այս էլ շոբան ձեզ ցույց տվեցինք, սենց ասած ընտրեցինք այսօր 3 հատ հետաքրքիր պրոյեկտներ ձեզ ցույց տալու համար։ Մնացածը դուք գիտեք ժողովուրդ, մեզնից առնելով դուք մեր հաճախորդները միայն սենց ասած կրում եք, օգուտ եք անում, էլի, կարակ խոսքի գաք, ստե հագաք շոբայի դամար, մենք չենք ամաչում, շոբա ենք եկե, ասում ենք շոբա, չենք սենց նկարում գին ասենք այս բնակարանից, չէ, իմացեք, շոբայում են գտնում, իմտիազում են գտնում, MR-ում, մնացածը դու գիտեք, եթե ուզում եք օգտվեք, ասենք, տունը հանձնելուց, դա օգնում ես, ընդունում ես, այն ամենա հանձնելով, վերավաճառելով,
ամեն ինչ էլ անում ենք։ Անենց որ ժողովուրդ ջան, սպասում ենք ձեր զանգերին, մենք Դուբայում ենք, գրեք զանգեք եկեք, ես փոկվեմ հեսա Հայաստան ժողովրդին վեկալեմ տնեցքին ու գամ եղանակները լավանում։ Ժողովուրդ ջան, այսօր մեր առաջի վիդեոն էր հետ գալուց հետո, այսքանով երևի եզրափակենք, գնամ այսօր արագ մոնտաժ անեմ ու առավոտը գցեմ, այսօր շաբաթ օր է, Կիրակի օր արդեն կնայեք այս վիդեոն։ Ինչ ասեմ, եթե դուրներդ եկավ այս վիդեոն լայք դրեք, կոմենտներ գրեք, թող տարածվի։ Մենք ցենց ասած մեր հետ գալը Դուբայի նշենք, հետ գալը որն է, դե ամառը բրսնում է, մենք էլ պատրաստում ենք սեզոնին։ Անենց որ դա ու ինչ կասես։ Նայեք, լայք դրեք, եկեք Դուբայ, հանդիպենք, ձեզ էլ ամեն ինչ ցույց տանք, պատմենք։ Ես էլ ասում եմ, եկեք Դուբայ մի հատ պատիվ տանք ձեզ։ Դա էլ կարանք։ Էդ էլ կանենք, չէ՞։ Խնդիր չկա ժողովուրդ, եկեք Դուբայում ենք, գրեք զանգեք, Դավոյի կոնտակտները էկրանին կլինի, իմը կլինի, ում ուզում եք զանգեք։ Չէ՞ դա։ Իհարկե։ Ով ավելի շատ դուր է գալի, դրա մեջ զանգեք։ Գնացինք հանգստանալու, մոնտաժ անելու, դավայ ժողովուրդ ջան, հաջողություն բոլորին։ Հաջողություն։